1912 թվականի ապրիլի 14-ին 270 մետր երկարությամբ Տիտանիկ նավը նավարկում էր Ատլանտյան օվկիանոսով։ Գիշերը սառն էր, եւ թեև անձնակազմը գիտեր մոտակայքում գտնվող սառցապետքորների մասին, նավի արագությունը չնվազեցրեցին։ Ընդհակառակը այն մեծացրեցին մինչև 22 հանգույց։ Ժամը 23:00-ի սահմաններում նավի աջ կողմը լսվեց ուժեղ ճաքման ձայն։ Տիտանիկը բախվել էր հսկայական սառցապետքորի։ Սառույցը նավի կորպուսում մեծ անցք էր բարձր, եւ ջուրը ներս էր լցվում ավելի քան 7 տոննա վարկյան արագությամբ։ Չնայած դրան նավում գտնվող մոտ 2000 մարդիկ սկզբում չէին անհանգստանում, քանի որ Տիտանիկը համարվում էր անխոտելի։ Ասվում էր, որ այն կարող է մնալ ջրի վրա նույնիսկ 4 բաժանմունքների վնասման դեպքում։ Սակայն այս գիշեր վնասվել էր 6 բաժանմունքները։ Ավելի վատն այն էր, որ նավում կար ընդամենը 20 փրկանավ, որոնք կարող էին տեղավորել մոտ 1170 մարդու։ Ուղևորների միայն կեսին։ Սկզբնական նախագծով նախատեսված էր 64 փրկանավ, սակայն սեփականատերը որոշել է կրճատել դրանց թիվը, կարծիքով, որ դրանք կծածկեն տեսարանը եւ կխանգարեն առաջին դասի ուղևորներին։ Նույնիսկ առկա 20 փրկանավերը լիովին չլցվեց, քանի որ սպաները չգիտեն, թե որքան մարդ կարելի է անվտանգ տեղավորել դրանցում եւ չափազանց զգուշ էին գործում։ Արդյունքում առնվազն 500 մարդ կորցրեց կյանք։ Նրանք, ովքեր չմահացան, նավի ներսում հայտնվեցին սառը Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Սառը ջուրը շատերի մոտ առաջացրեց սրտի կանգ կամ ծանր հիպոտոմիա։ Վերջի վերջո փրկվեց ընդամենը 712 մարդ։ Նավում գտնվող շուրջ 32%-ը։ Այսպիսով ավարտվեց անխոտելի համարվող նավի պատմությունը, սակայն պատմության մեջ կան ավելի ողբերգական նավաբեկություններ։ Դոննապաս 1978 թվականի դեկտեմբերին հազարավոր մարդիկ նստեցին Դոննապաս լաստանավը տուն վերադառնալու համար։ 93 մետր երկարությամբ լաստանավը նախատեսված էր 1500 մարդու համար, սակայն կոռոպացված անձնակազմը թույլ տվեց նավ բարձրանալ շուրջ 4400 մարդ։ Նավը դուրս եկավ Լեյթեյ կղզից, նպատակ ունենալով հաջորդ առավոտ հասնել Մանլինա։ Չնայած մարդաշատ պայմաններին ամեն ինչ լավ էր ընթանում եւ գիշերը շատ ուղևորներ քնեցին, սակայն երեկոյան մոտ 20:30-ին Դոննապասը բախվեց Բեկտոր նավթատար տնակին։ Եղանակը պարզ էր, ծովը հանգիստ, բայց երկու նավ ասես չէին նկատել միմյանց։ Հետաքննությունը ցույց տվեց, որ լաստանավի կապիտանը ֆիլմ էր դիտում, իսկ որոշ սպաներ գարեջուր էին խմում հանգիստ սենյակում։ Ավելին, երկու նավում էլ ռադիոկապը սարքը չէր աշխատում։ Վեկտորը տեղափոխում էր մեծ քանակությամբ նավթամթեր։ Բախման արդյունքում վառելիքը բռնկվեց, տեղի ունեցավ հզոր պայթյուն եւ հրդեհ տարածվեց դեպի Դեն-Պաս նավը։ Շատ մարդիկ անմիջապես զոհվեցին պայթյունից, իսկ փրկվածների հնարավորությունը չափազանց փոքր էր։ Ծովի մակերեսը ծածկված էր այրվող նավթով, իսկ փրկարարական բաշխոնները փակված էին պահեստում։ Մարդիկ ստիպված էին ցատկել կրակով պատված ջուրը։ Շատերը այրվեցին կամ խեղդվեցին։ Երբ մոտակա նավը նկատեց այրվող երկու նավերը, գնացին օգնության, բայց արդեն ուշ էր։ 4400 մարդուց կենդանի էր մնացել 26-ը։ Այս նավաբեկությունը համարվում է խաղաղ ժամանակների ամենամեծ ծովային աղետը։ Այն խլեց մոտ 4374 մարդու կյանք։ Շուրջ 2800-ով ավել քան Տիտանիկը։ Տիտանիկի աղետից հետո ընդունվեց նոր ծովային անվտանգության օրենք։ Դրանից մեկը պահանջում էր, որ նավում ավելի շատ փրկանավեր պետք է լինեն, սակայն երբեմն նույնիսկ լավ մտադրությունները կարող են վատ հետևանքներ ունենալ։ Իսկ Սլեթ նավը հայտնի էր որպես մեծ լճերի արքայության թագուհի։ Այն արդեն իսկ ծանր եւ ոչ այնքան կայուն նավ էր։ Նոր օրենքի պատճառով դրա վրա ավելացվեց լրացուցիչ փրկանավեր, որոնք հիմնականում պահվում էին վերին տախտակամածում։ Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ լրացուցիչ քաշը կարող է վտանգավոր լինել։ 1915 թվականի հուլիսի 24-ին, երբ նավը դեռ կապված էր նավահանգստում, այն սկսեց թեքվել։ Սկզբում փորձեցին հավասարակշռել այն, ջուրը լցնելով հատուկ բեյքերի մեջ։ Մի պահ թվում էր, թե խնդիրը լուծվել է, սակայն շուտով նավը թեքվեց, այս անգամ ավելի ուժեղ։ Մի քանի րոպե անց այն ամբողջությամբ շրջվեց կողքի վրա։ Վերին տախտակամածում գտնվող մարդիկ կարողացան բարձրանալ ճաղավանդակների վրա եւ փրկվեցին, բայց ստորին հատվածում գտնվող շատ ուղևորներ հայտնվեցին
ծուղակում։ Ոմանք ծանր վնասվածքներ ստացան շարժվող իրերից, մյուսները խեղդվեցին ներս լցվող ջրի պատճառով։ 2544 մարդկանցից հարյուրավորները զոհվեցին։ Շատերը մի քանի մետր հեռավորության վրա էին ափից։ Իսլետի աղետը պատմության ամենատարօրինակ եւ դաժան նավապետություններից մեկն է, քանի որ այն մասամբ պայմանավորված էր անվտանգության միջոցների ավելացմամբ։ Այս նավապետությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենազոր նավերը խոցելի են։ Տեսահոլովակը այսքան էր։ Դուք դրեք լայքերը, բաժանորդագրվեք ալիքին։ Գրեք ձեր կարծիքը կոմենտներում։ Հաջողություն։